Շուտով հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում։ Մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող է քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել։ Մեկ էլ տեսնեմ Ֆրեդն ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու, քանդակի, նկատի ունեմ անտիկ հունական քանդակի։ Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ, կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած։ Մոտեցա, ուղղակի հիանալի էր։ Նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը կլորիկ ու գրգռիչ, ոտքերը նրբին, մազերը արձակ։ Երբ մոտեցա, երևաց նրա կուրծքը, կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առածկական։ Արձանը կարծես ասում էր վերցրու ինձ։ Այնուհետև արձանը մոռանում, հիմա էլ թանգարանում մի հատ կտավ է տեսնում։ Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին դրոշ, նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը, էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը, փարթամ ու պիրկ կրծքերը մերկ են։ Լուվրում նայում էի այդ կնոջն ու սեռական գրգիռներ զգում։ Մեկ արձանից է գրգռվում, մեկ կտավից, մեկ էլ մի հատ անկապ աղջկա թևի տակի մազերից։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին կռահիր, թե ինչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էր։ Դե կույս տղամարդկանց մասին էլ չենք խոսում, նրանք հատուկ տեղ ունեն։ Չնայած ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ, երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ Եվ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն առաջին իսկ ներթափանցումից։ Նիկոլը եւ նրա նմանները կողմ են միասեռական ամուսնություններին։ Պիղծ Նիկոլի համար նորմալ է, որ տղամարդը տղամարդու հետ ամուսնանա, կինն էլ կնոջ հետ։ Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն, արածը մեղք չի համարվի։ Երբ Հայաստանում էի, միասեռական ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում։ Հայաստանից հեռու հասկանում ես, որ այդ մարդիկ գիտակցված, թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի։